Ժամի լրատվությամբ Ազատություն TV-ն է եթերում, բարև ձեզ։ Նախագահականում տեղի ունեցավ բանակի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառումը, պարգևատրման արարողությունը, ներկա էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ուղերձով հանդես եկավ նախագահ Արմեն Սարգսյանը, ներկայացնելով կառավարության հետ մշակած համատեղ ծրագիրը։ Սիրելի հայրենակիցներ, բանակի ու զինվորի հանդեպ առանձնահատուկ վերաբերմունքը մեր նկարագրի անբաժանելի մասն է։ Բոլոր ժամանակներում այդ վերաբերմունքը դրսևորվել է առանձնահատուկ բարյացակամությամբ, սրտացավությամբ, հոգատարությամբ եւ իհարկե սիրով։ Եվ ինձ համար այսօր կրկնակի հաճելի այս գեղեցիկ օրը հայրենիքի պաշտպանի օրը ձեր հետ կիսվել մի նախաձեռնությամբ, որ Հանրապետության նախագահի ինստիտուտը, նախագահական կառույցը աշխատելով համատեղ կառավարության, պաշտպանության նախարարության, նաև առողջապահության նախարարության հետ առաջարկում է ծրագիրը, որը կոչվելու է հայրենիքի պաշտպան ծրագիր։ Ծրագիրը ուղղված է օժանդակելու այն անձանց, ովքեր վտանգել են իրենց կյանքը ծառայության ընթացքում եւ այդ վտանգի պատճառով ծառայության ընթացքում հաշմանդամություն է ձեռք բերել։ Այդպիսի անձանց հայրենասեր զավակների թիվը քիչ չէ ցավոք սրտի։ Եվ իհարկե այդ անձիկ լրիվ իրավունք ունեն ոչ միայն հարգվելու, սիրվելու, այլ նաև շարունակելու մասնակից դառնալ մեր հասարակական, քաղաքական, տնտեսական կյանքին։ Եվ հետևաբար նախաձեռնությունը, հայրենիքի պաշտպան նախաձեռնությունը նպատակ ունի օժանդակել զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամության կարգ ստացած զինծառայողներին գտնել նրանց համար աշխատանք։ Այսինքն նախաձեռնությունը պետք է կապող օղակ լինի բանակում ծառայած հաշմանդամություն ստացած անհատների, բանակի եւ մյուս կողմից պետական կառույցների, լինի դա նախագահի ինստիտուտը կամ զանազան պետական կառույցներ, լինի դա հասարակական կազմակերպություններ, համալսարաններ, նույն ակադեմիան, նույն բարեգործական կառույցներ եւ իհարկե նաեւ բիզնեսը, արտադրողները։ Եվ որպես օրինակ մենք բարոյական պարտականություն ենք վերցրել, որ մոտակա շրջանում Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմում ընդունենք Իշխանական վերնախավը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ վաղ առավոտյան այցելեց Եռաբլուր զինվորական պանթեոն, Հայաստանի ղեկավարին ուղեկցում էին նախագահ Արմեն Սարգսյանը, Ազգային ժողովի խոսնակ Արարատ Միրզոյանը, Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը։ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի խոսքով ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու մասին պաշտոնական Երևանի եւ Բաքվի Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունները նորություն չեն, նախկինում եւս այս ձևակերպումը եղել է եւ արտառոց բան այստեղ փնտրել չարժե։ Որպես սկզբունք մենք արտահայտել ենք, որ սա անհրաժեշտություն է եւ որևէ նորություն չկա։ Խնդրեմ ձեզ շատ ուշադիր, եթե հետևեք անցյալ տարիների, բոլոր տարիների ընթացքում, որքան քանի անգամ է նման բան ասվել, ամենակարևորը որ ինչպես Մակի նորից խնդրեմ ձեզ մի քիչ ուշադիր եղեք, որովհետեւ ուշադիր այն առումով, որ կրկնվել են նման բաները եղել են եւ Մակի գլխավոր քարտուղարի կողմից բարբերաբար եղել են, առնվազն ես ձեզ վստահեցնում եմ, գիտեք որ Մակի գլխավոր քարտուղարի կողմից միշտ եղել են դիրքորոշում, որպեսզի ինքը իր ձայնը նաև ավելացնի, գիտեք, իր ձայնը բերի, որպեսզի նպաստի խաղաղությանը եւ ամենը նպաստի այս գործընթացին, նպաստի այնքանով, որ ինքը
անվերապահ աջակցում է Մինսկի խմբի եռանախագահության շրջանակներում բանակցություններին։ Այդ առումով, որ ինքը իր ձայնը բերում է եւ իր աջակցությունն է հայտնում այն արդյունքներին կամ այն հայտարարությանը, որը եղել է եռանախագահության առումով, դա գլխավոր քարտուղարի արտահայտությունն է այդ աջակցության։ Այսինքն շատ լավ եմ գնահատում, շատ բարձր եմ գնահատում, որտեղ սա նույնպես միջազգային հանրության կողմից այդ համալրումն է, համախմբում է, որ խաղաղ գործընթաց կա։ Այս ամենը ասելով նորից ուզում եմ կրկնեմ, որ մենք աշխատում ենք խաղաղության համար։ Բայց մեր վճռականությունը չպետք է հարցականի տակ դրվի, հա, մենք սա նույնպես շատ հստակ ենք, որ չի նշանակում, որ մենք կորցրել ենք վճռականությունը, նշանակում որ խաղաղությանը այլընտրանք չկա, խաղաղության այլընտրանքը կատաստրոֆա։ Մենք սա շատ հստակ բերում ենք, ինչ վերաբերում է ժողովուրդներին խաղաղությանը պատրաստելուն, ստեղ կան տարբեր գործառույթներ, ես չեմ կարող ձեզ ասել, որ մենք ունենք այսպես հստակ ձևավորված բանաձևեր, թե ինչպես դա իրականացնել, բայց որ սա սկզբունք է, որը անհրաժեշտ է զարգացնել, սա միանշանակ։ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր հայտարարել է, որ հակառակորդի կրակոցի զոհերի թիվը նվազել է, վիճակագրությունը դրական միտում է արձանագրել։ Վիճակագրության մասին ես ձեզ որպես պաշտպանության նախարար ես չեմ գտնում ճիշտ է որ խոսալ, որովհետև տարեստարի կամ բարձրացում է լինում են տարիներ, երբ որ մենք ունենում ենք ավելի քիչ, բայց այս տարի միանշանակ հակառակորդի կողմից ունեցել ենք շատ ցածր թվական, որ դա պայմանավորված է եղել եւ քաղաքական պայմանավորվածությունների եւ մեր զինված ուժերի վարած հմուտ մարտավարության շնորհիվ։ 63 մահ է եղել 18 թվականին զինված ուժերում։ Այդ դուք որպես նախարար ինչ եք անում, որ զինծառայողների կյանքի իրավունքը պաշտպանվի բանակում եւ զոհ չգնան տարբեր իրավիճակների։ Բարձրացնում ենք կարգապահությունը, անվտանգության միտված բոլոր գործողությունները, որոնք որ անհրաժեշտ են, որպեսզի անվտանգությունը հնարավորինս զինծառայողների ապահովի, միջանձնային հարաբերությունների վրա ուշադրություն ենք դարձնում։ Լեռնային Ղարաբաղի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն է անդրադարձել մարտի 1-ի գործին ծիծաղելի որակելով Ռոբերտ Քոչարյանին եւ մյուսներին առաջադրված սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքը։ Աղելի է սահմանադրական կարգի տապալման այդ հոդված, այսինքն կարծում եք Ռոբերտ Քոչարյանին կալանավորելն է ծիծաղելի, հա, մնացած Պաշտոնյաներին մեղադրակ առաջադրելն է ծիծաղելի։ Միքայել Հարությունյանին 4-ին էլ Բերեք բոլորին կալանավորենք, բոլորին։ Հնդա նստենք, հետո հքծեն որոշի, ով է մեղավոր, ով մեղավոր չի։ Ասենք կալանքը ինչ կապ ունի այդ որ քրեական գործահարուցված։ Նրանց մասնակցությունը այսինքն այդ Բան, ես չգիտեմ ինչքանով ով ինչքանով է մասնակցել, դա քննչական ծառայության գործերն է։ Չխոչընդոտ են այդ պատճառով կալանքի տակ են գտնում այն պաշտոնյաները, որոնք Դա նորից եմ ասում, նորից ուժային կառույցն է, այսինքն հատուկ քննչական ծառայության որոշումն է եւ դատարանի որոշումն է, ես չեմ կարող ասել։ Երբ որ այսօր վճիռ չկա, ես ինչպես կարող եմ մարդու վրա մեղք դնել, ասել դուք հատուկ կրակել եք Տիգրան Աբկարյանի վրա, հա, Աբկարյան, չէ՞, որպեսզի ինչ է արտակարգ իրավիճակ կամ դրություն մտցնենք, մի քիչ ծիծաղելի է իմ համար, որ ես չեմ հավատում։ Քոչարյանը անհիմն է կալանավորվել, բան Բալասյան։ Ժամանակների գիակը տեսնակ չեմ կարող ասել։ Մարտի 1-ի 10 զոհը ում վրա եք մեր պարոն։ Դատարանը կորոշի։ 10 տարի անցավ Եկեք բան չանենք, էլի, մի քիչ բան չանենք, էլի առաջ չընկնենք, ես խնդրում եմ առաջ չընկնենք, չի կարելի։ Սպասենք, դատարանը որոշում կայացնի։ Այժմ էլ օրվա միջազգային լրահոսին ծանոթանանք։ Ռուսաստանի ոստիկանությունն այսօր վաղառավոտյան Մոսկվայի մարզի Օդինցովոյի շրջանի շինարարական օբյեկտներից մեկում հայտնաբերել է Արխիպ Քուինջի «Այ Պետրի Ղրիմ» կտավը, որ երեկ գողացվել էր Տրետյակովյան պատկերասրահից։ Ինտերֆաքս գործակալությունը վկայակոչելով Ռուսաստանի ներքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցչին պնդում է, որ ձերբակալվել է նաև գողության մեջ կասկածվող անձը։ Կասկածյալը 31 տարեկան է, նա արդեն իսկ ներգրավված էր մեկ այլ թմրամիջոցներ պահելու արդիվ հարուցված քրեական գործի շրջանում։
շրջանակներում եւ քննչական մարմինները նրանից քաղաքից չհեռանալու մասին ստորագրություն էին վերցրել, նշում են ռուսաստանյան ներքին գործերի նախարարության ներկայացուցիչները։ Ոստիկանության տարածած տեսանյութում պատկերված է կասկածյալի ձերբակալության պահն ու առաջին հարցաքննության մի հատվածը։ Դրա ընթացքում կասկածյալը պնդում է, որ Քուինջիի նկարի գողության հետ որևէ առնչություն չունի։ Մոսկովյան իշխանությունների պնդմամբ Տրետյակովյան պատկերասրահում տեղի ունեցած դեպքից լուրջ հետևություններ են արվելու։ Разумеется, это крайне неприятная ситуация. Բնականաբար սա շատ տհաճ իրավիճակ է ցանկացած թանգարանային հաստատության ղեկավարի համար տեղի ունեցածից կկատարվեն բոլոր համապատասխան հետևությունները, որպեսզի նման բան այլևս չկրկնվի։ Բրազիլիայի հարավում գտնվող ջրամբարներից մեկի պատվարի փլուզման արդյունքում տեղի ունեցած հեղեղման զոհերի թիվը հասել է 58-ի, այս մասին տեղեկացնում է Բրազիլիայի քաղաքացիական պաշտպանության վարչությունը։ Այս կառույցի տեղեկություններով ավելի քան 300 մարդ անհետ կորած է համարվում։ Պատվարի սեփականատեր հանդիսացող Վալե ընկերության ներկայացուցիչների պնդմամբ անհետ կորածներին ողջ հայտնաբերելու շանսերը գրեթե զրոյական են։ Աղետը տեղի է ունեցել Մինաս Ժերայիս նահանգի Բրումադինյո բնակավայրից ոչ հեռու, քաղաքից ավելի քան 24,000 բնակիչ տարհանվել է։ Միջազգային հանրությունն արդեն իսկ աջակցություն է ցուցաբերում Բրազիլիայի իշխանություններին, առաջինը հարավամերիկյան այս պետություն ժամանեց իսրայելցի փրկարարների 132 հոգանոց խումբը։ Մարտ ամսին Վրաստան կժամանի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, այս մասին այսօր Թբիլիսիում հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորյան։ Վրաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը այսօր նաև ներկայացրել է այն ռազմավարությունը, որ որդեգրել է վրացական բանակը 2019 թվականին։ Մեր գլխավոր առաջնահերթությունն այս տարի լինելու է այնպիսի զինված ուժերի ստեղծումը, որոնք հիմնված կլինեն տոտալ պաշտպանության սկզբունքի հիման վրա։ Կամավորների ներգրավումն այսուհետև իրականացվելու է պարզեցված կարգով, ինչը կնպաստի ավելի մեծ թվով շահագրգիռ անձանց ներգրավմանը բանակային ստորաբաժանումների կազմում, նշում էր Վրաստանի պաշտպանության նախարարը։ Լրատվական հաջորդ թողարկումը ժամը 16-ին է, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս։